Առավոտ է, արևը կծում է, անձրև կգա։ Որքան ուզում եմ առավոտյան ինձ քիչ հոգնեցնեմ տարատեսակ ինֆորմացիաների դիտումից, կարդալուց, միևնույն է, այսօր դա մեր հիվանդություններից մեկն է, ժամանակակից մարդուն սպառող, որը ճիշտ է, ինչքան էլ գիտակցենք, միևնույն է։ Չենք կարողանում անմասն մնալ։ Ես էլ որ մի քիչ արագ եմ կարդում և եթե մի բան պետք է լինում, ուզում եմ ամեն դեպքում սպառիչ համակողմանի իմանալ հետաքրքրող թեմայի երևույթի մասին ու այդպես սկսվում է առավոտյան, ինչքան էլ չուզեցի ամբողջ ընտրություններին վերաբերող թեր և դեմ կողմ կարծիքները աչքի անցկացրի, մի քանի նոր բլոգերներ նորաթուխ նրանց ծանոթացա, համեմատեցի և այսպես օրը սկսված է, մի բան էլ ա, որ տնային գործերս այս արանքում հասցնում եմ անել ամեն դեպքում, լվացքն է, տան մաքրությունն է, սկեսուրի խնամքն է, մի քիչ հետո աշխատանքի կգնամ, կարճ ժամանակով կգամ, մի խոսքով, մի այնպիսի ինֆորմացիոն հեղեղ առավոտ շուտ, որ դժվար է, եթե իմ տարիքում, իմ այս տարիքում, երբ արդեն կա կենսափորձ, երբ կա իմացություն, գոնե գիտեմ, ինչը ոնց է, բայց չեմ կարողանում կիրառել, հիմա պատկերացնենք երիտասարդների վիճակը, ովքեր այս ժամանակակից կյանքի ինֆորմացիոն տեղատարափի տակ են։ YouTube-ում ինձ մի քիչ հետաքրքրում է ալիքը զարգացնելու թեման, բայց չեմ շտապում, թողնում եմ ինքնին հասունանա։ Բավականին ծանոթ եմ տեխնոլոգիաներին, ինչ են անում, ինչ նիշաներ կան, ինչն է հետաքրքիր, ինչ ծրագրեր, ինչ տեխնոլոգիաներ, ինչ թիմային աշխատանք են տանում հաջողության հասնելու համար, դա այս պահին ինձ զուտ հետաքրքրում է։
գիտեմ իմացության կարգով, բայց ես շարունակում եմ անկեղծ լինել ինքս ինձ հետ, առաջին հերթին, փորձում եմ դա պահպանել, փորձում եմ առաջին հերթին աշխատել, թերապիա անել ինքս ինձ համար և նաև եթե որևէ մեկին օգտակար կլինի, էլի լավ է, այսպես ես մենակ չեմ մնում, չեմ կտրվում աշխարհից, նորություններից, երբեմն երբ 1-2 հավանում կամ կարծիք են գրում, դա ինձ շատ է ուրախացնում, վստահեցնում է, որ ես սխալ չեմ, որ թեկուզ մեկ հոգի կա ինձ հասկացող, երբեմն դա էլ է բավարար, ցավոք սրտի, երբ մարդը հասնում է մի տարիքի, որ ամեն ինչ կարծես գիտի կյանքի մասին, բայց իրեն արդեն էլ ոչինչ պետք չէ, ոչ նյութական, ոչ ճանաչում, ոչ գնահատում, ոչ արժևորում, նույնիսկ անձնական կյանքում, նույնիսկ ընտանիքում, նույնիսկ շրջապատում, այս տարի սինձը շատ է, սինձ, տեսեք ինչ լավ սինձ է, շատ, երեխա ժամանակ ուտում էինք, հիմա ոչ մի երեխա չգիտի սա ինչ բան է, ծաղկած սինձ,